did not observe systemic irregularity. We did not observe Մինչ միջազգային դիտորդները տարբեր երկրների լրատվամիջոցները աշխարհի տարբեր անկյուններից Հայաստան հասնող շնորհավորանքները հաստատում ու վերահաստատում են, Չնայած հսկայական ճնշմանը Հայաստանի ժողովուրդը հստակորեն ընտրել է ժողովրդավարությունն ու խաղաղությունը։ նույն ընտրությունների մասին ռուսական մեդիա տարբեր ալիքներ միևնույն բարերի հերթականությամբ հայտարարում են։ В нашем МИДе происходящее назвали попыткой совершить преступление против демократии. Нет такого нарушения, которое не было допущено. Ռուսաստանը աշխարհի ամենակոնսոլիդացված բռնապետություններից մեկն է, որտեղ բոլոր պետական ուրեմն սփռում ունեցող ալիքները գտնվում են լիակատար պետական վերահսկողության տակ, ըստ էության առավոտյան որոշվում է թե այդտեղ ով ինչ եւ երբ եւ ոնց պետք է ասի, այնպես որ այստեղ մենք ոչ թե գործ ունենք օրինակ մեր համակարգին նման մի ուրեմն համակարգ հետ, որտեղ այդպես ում մտքին ինչ փչում անայել մոտավորապես ասում է, այլ մի համակարգ հետ, որտեղ ամեն ինչ որ դուք տեսնում եք մեդիա տիրույթում, հեռուստաընկերություններում, հստակ քաղաքական ծրագրի, հստակ քաղաքական մեսեջինգի մասսա եւ հստակ որոշման արդյունք է։ Չի կարա Ռուսաստանի հեռուստաընկերություններով այսպիսի մաղձ եւ այսպիսի փոթորիկ տեղի ունենա, եթե չկա դրա գրավոր որոշ դեպքերում ուրեմն հանձնարարականը։ Ընդ որում սրա վերաբերյալ կար նաև վերջերս Մեդուզայի արած հրապարակումը, որ իրանց լեզվով ասած մետադիչկա է իջացված, թե ոնց պետք է լուսաբանել ընտրությունները Հայաստանում։ Խոսքն այս հրապարակման մասին է։ Մեդուզային Կրեմլին հավատարիմ խոշոր լրատվամիջոցներից մեկի աշխատակիցն է պատմել Հայաստանի ընտրությունները լուսաբանելիս պետք է ասել. Փաշինյանի կուսակցությունը ստացել է 50%-ից պակաս ձայն, եւ դա պարտություն է։ Եվ ահա партия премьера Пашиняна. Փաշինյանի կուսակցությունը չի կարողացել հավաքել 50% ձայն։ Ամբողջ քարոզարշավը ուղեկցվել է բազմաթիվ սկանդալներով։ В Армении парламентские выборы действительно стали самыми скандальными. Խորհրդանի ընտրությունները Հայաստանում դարձել են ամենասկանդալայինը այդ պետության պատմության մեջ։ В Армении сегодня подвели итоги парламентских выборов, если, конечно, это можно назвать выборами. Հայաստանում այսօր ամփոփեցին խորհրդարանի ընտրության արդյունքները, եթե իհարկե դա կարելի է ընտրություն անվանել։ В итоге партия Пашиняна даже с учетом избирательных каруселей, вбросов бюллетеней, манипуляций с голосами. Արդյունքում Փաշինյանի կուսակցությունը նույնիսկ հաշվի առնելով կարուսելները, լցոնված քվեաթերթիկները, ձայների մանիպուլյացիաները եւ պետական աշխատողների նկատմամբ գործադրված ճնշումները չկարողացավ հավաքել անգամ 50% ձայն։ Շատ տարօրինակ է Ռուսաստանի նման պետությունից դասեր լսել ժողովրդավարության, իրավունքի, ընտրությունների կազմակերպման մասին։ Դա մոտավորապես նույնն է, ոնց որ իրանք հիմա սկսեն մեզ բարոյականության մասին դասեր մատուցել, բայց սա շատ հստակ է, որ սա քաղաքական մնուղերձ է։ Իդեպ, երբ որ մենք խոսում ենք ընտրությունների մասին, եկեք ձեզ ֆիքսենք նաև թե վերջին ընտրությունները Ռուսաստանում ոնց էին տեղի ունեցել եւ այն ամեն ինչ որ իրանք պատմում են Հայաստանի մասին, դրանից տասնապատիկ ավելին էլ տեղի ունեցել Ռուսաստանում։ Կրեմլից ռուսական մեդիաներին իջեցված մյուս մեթոդիչկան ըստ Մեդուզայի Ընտրություններում խախտումների մասին պետք է ավելի շատ գրել, որպեսզի կասկածներ սերմանվեն վարչապետի լեգիտիմության վերաբերյալ։ Оппозиционные политические силы, несмотря на беспрецедентное давление, Ընդդիմադիր ուժերը չնայած աննախադեպ բռնաճնշումներին անցել են խորհրդարան։ Парламентские выборы в Армении прошли в обстановке репрессий и запугиваний. Խորհրդանի ընտրությունը Հայաստանում անցել է բռնաճնշումների ու վախի մթնոլորտում։ Ընտրության նախորդ գիշերը երկրում ձերբակալությունների ալիք էր։ Чтобы добиться такого результата для своей партии, премьер Пашинян использовал все методы, в том числе незаконные. Որպեսզի այդպիսի արդյունքի հասներ վարչապետ Փաշինյանը օգտագործել է բոլոր մեթոդները, այդ թվում անօրինական, աննախադեպ ճնշումներ ընդդիմադիր ուժերի նկատմամբ, շտաբների աշխատանքի խոչընդոտում, վախեցնում էին համակիրներին։ Իհարկե Ռուսաստանի համար դա անընդունելի բան է, ինչպես է կարելի ընտրակաշառք բաժանողին ձերբակալել, ինչպես է կարելի ընտրությունները կեղծել փորձողին ձերբակալել, դա բնականաբար Ռուսաստանի տեսանկյունից անընդունելի բան է, հատկապես երբ որ այդ ընտրակաշառք բաժանողն ու ընտրակեղծարությամբ զբաղվողը չգիտես ինչի որպես կանոն միշտ Ռուսաստանի կողմից է։ Խնդրահարույց է արդեն կարմիր գծեր են տրորված Արեգ Քոչինյանը ռուսական մեդիայից տարբեր ձևակերպումները մեջբերելով շեշտում է պետական հեռուստաընկերություններով ռուսական մեդիա դեմքերն ու փորձագետները ոչ կոռեկտ համեմատություններով են շարունակում խոսել Հայաստանի մասին, էլի ու էլի կանխատեսելով Հայաստանի վախճան առանց Ռուսաստանի։ Ռուսաստանը ավելի հեռու է գնում, քան մինչև ընտրություններն էր։ Ռուսաստանը կասկածի տակ է փորձում դնել Հայաստանում ուրեմն ամբողջությամբ թափանցիկ եւ իրավական ընտրական գործընթացները, ընդ որում աշխարհի երեսին միակ պետությունն է, որ դա անում է։ Իհարկե շատ տարօրինակ է այս ամեն ինչի ֆոնին Ռուսաստանի նախագահի լռությունը եւ չշնորհավորելը,
եւ դա բնականաբար նկատվել է Երևանում եւ երբևիցե չի մոռացվելու Երևանում։ Այդ երկրում հիշում են բարեկամության, եղբայրության, պարտականությունների, դաշնակցության մասին մենակ այն պահերը, երբ որ դա իրանց է հարմար։ Հայաստանի պատմության մութ օրերին, երբ որ մենք մեր դաշնակցի կարիք ունեինք, երբ որ մենք մեր պետությունն էր հարձակման տակ, ընդ որում արդեն ոչ թե Ղարաբաղը, այլ միջազգայինորեն ճանաչված տարածքը Հայաստանի հարձակման տակ էր, մենք դիմում էինք մեզ օգնելու, ինչ-որ տենց բարեկամություն, դաշնակցություն, մեղմ ասած չէին հիշում։ Եվ չնայած քարոզարշավի ընթացքում այդ ընդդիմադիր ուժերը բարձր հայտարարություններով վստահեցնում էին Ռուսաստանից չեն հովանավորվում եւ մեկը մյուսի համար չի մտել ընտրապայքար, այսօր արդեն բոլորի խոսույթը Պուտինի մամուլի խոսնակ Պեսկովից մինչեւ ընդդիմություն միևնույն բառերով են սկսվում, ավարտվում, շարունակում է Քոչինյանը։ Ամբողջ Ռուսաստանի գործնեությունը, հայտարարությունները, անգամ Ռուսաստանի նախագահի հայտարարությունները նրա մասին է, որ դա իրանց մի կտորն է, մի մասն է իրանց։ Եվ իրանք մինչեւ հոգու խորքը վիրավորվել են, որ այդ երեքը չեն հասել իշխանության։ Եվ այս ամբողջ հիբրիդային պատերազմը եւ այս տնտեսական հարվածները, որ Ռուսաստանը հիմա հասցնում է Հայաստան, հասցնում է երեք կուսակցության խաթր։ Ռուսաստանից նկարագրվող սցենարները զավեշտալի են, քանի որ ցանկության դեպքում անգամ Հայաստանում էլ իրականանալի չեն։ Массовые нарушения как до, так и во время проведения голосования. Օրինակ, երբ իրանք խոսում են ընտրակեղծարարության կամ լցոնումների մասին, այդ մարդիկ բացայից որ սուտասան են, նաև անգրագետ են, հասկանում եք, Հայաստանում կա մի քանի կարգավորում, որոնք որ ուղղակի անհնար են դարձնում լցոնումը։ Հայաստանում հրապարակվում է ընտրողների ցուցակը եւ հետո հրապարակվում է ընդրածների ցուցակը։ Մարդիկ պետք է գնային տեսնեն, որ ինչ-որ հարյուրավոր մարդիկ, որ իրանք ճանաչում են եւ օրինակ տասնյակ տարիներ երկրում չեն եկել, քվեարկել են հանկարծ, կամ մահացած մարդիկ քվեարկել են հանկարծ, հասկանում եք։ Ու մենք տեսել ենք ձեր այդ ժամանակները, որ Հայաստանում դա տեղի ունեցել, բայց այս պայմաններում դա անհնար է։ Ես էլ չեմ խոսում վերիֆիկացիայի մեթոդների մասին։ Արեգ Քոչինյանի կարծիքով կրեմլյան քարոզչությունը նաև խճճվել է իր հորինած սցենարներում։ Համ ասում են Փաշինյանը 50%-ից պակաս է հավաքել, համ ասում են կեղծել է։ Եվ մինչև կրեմլյան քարոզչությունը տարբեր ալիքներով, բայց նույն կադրերով ու բառերով փորձում է կասկածի տակ դնել Հայաստանի ընտրության արդյունքները, ռուսական ռեպորտաժներում բարձրացնելով նույնիսկ Հայաստանի վարչապետի հրաժարականի հարց։ Հայաստանի վարչապետը շարունակում է ստանալ շնորհավորանքներ։ Ընտրություններ 2026-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացին քվեարկեց 16-ին։ Իրինամ Կրչյանն, Ռաֆիկ Սողոմոնյան, Լուրեր։